Պարոն նախագահ, թրիփի հետ կապված էլի, քանի որ օրակարգային հարց է եւ շատ շրջանակներ սա համարում են Հայաստանի Հանրապետության թիվ 1 անվտանգային խնդիրը, ամեն դեպքում իշխանությունները վստահեցնում են, որ մոտավորապես ավետյաց երկիր ենք դառնալու, կաթի, մեղրի գետեր են հոսելու Հայաստանով, իսկ ընդդիմադիր շրջանակները նաեւ միջազգային որոշ փորձագետներ վստահեցնում են, որ սա ունի լրիվ ռիսկեր եւ տնտեսական ազդեցությունը մոտ է 0-ին։ Ձեր տեսակետը, որովհետեւ ասում են ընդդիմությունը չի հստակեցնում տեսակետը թրիփի շուրջ, ինչ է անելու ընդդիմությունը, եթե լինի իշխանություն թրիփի հարցում։ Շատ հարցեր կամ իրար խառնեցիք կամ փորձեցիք համադրել։ Թրիփի հետ կապված ես ասել եմ, որ վերջնական պատկերացում չունեմ, բայց ցավոք սրտի ինչքան որոշակի նյուանսներ կամ մանրամասներ են բացահայտվում, այնքան ներսում ներքին տագնապ ավելանում է մեղրի հետ կապված։ Այո, թրիփը որտեղով է գնում, հենց տեղով է գնում։ Հիմա պետք է ասեք, այդ ինչ տագնապ է։ Ես կասեմ հետևյալը, որ արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պետք է 500 մետր լայնություն ունենա, կամ այդ ծրագիրը պետք է ունենա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելավոճը, կարող է 5 կիլոմետր լինի, կարող է 10 կիլոմետր լինի, բա տագնապ չառաջանա։ Հաջորդը այն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու եւ այդ տրիպի մասով պայմանագիր է ստորագրում։ Բայց այդ մեր տարածքը չի։ Առանց մեզ, մեր մասին պայմանագիր են ստորագրում։ Այս բոլոր հարցերը ինձ շատ անհանգստացնում է։ Ինչ կանի օրինակ ընդդիմությունը, եթե լինի իշխանության այս հարցում, հնարավոր է օրինակ վերափոխել, այլ մեկնարկով սկսել այս ծրագիրը։ Մացածրեք ես իրավունք ունեմ ամբողջ ընդդիմության անունից խոսել։ Ձեր տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք այնպես, ինչպես շարունակում ենք, անհաշտ պայքար այդպիսի երևույթների դեմ։ Շնորհակալ եմ, մեր պայմանավորվածությունը լրացավ։ Ինչպես եք տեսնում, գոնե սա ասեք, որ այդ խնդիրը, որ կա այսօր ընդդիմության տարբեր թևերի միջև, դրա լուծումը ինչպես եք տեսնում, որ ընդհանուր հայտարարի կան այդ։ Այո, եւ դրա լուծումը տեսնում եմ կենտրոնական խնդրի կարևորության գիտակցման մեջ։ Իշխանափոխության։ Այո։ Ինձ համար ամենակարևորը դա է, մեր ուժի համար ոչ թե միայն ինձ, դա է կարևորը, եւ ոչ թե մի քանի մանդատ բանել։ Ասում են սահմանադրությունը կփոխենք եւ Այդ պայմանավորվածությունը պահենք, էլի բավական է, տեղ ունեմ գնալու, հասկանում եք արդեն 20 րոպե հանդիպումից ուշացեք եմ։ Ձեր բացակալու արգելքը վերացվեց, հիմա դուք խոչընդոտ բոլոր գործերով կարողանում եք երկրի։ Ոչ, դեռևս ոչ։ Այսինքն որևէ պայմանավորվեցինք ճանապարհին հարցեր չտալ, արգելին վերագրով։